Հարգելի հետևորդներ, այսօր 2025 թվականի մայիսի 10-ն է, ինչպես արդեն տեսնում եք, ես գտնվում եմ բնության մի հիասքանչ վայրում, մի գողտրիկ վայրում, սա իմ հեծանիվն է, ահա տեսեք, սա իմ ուսապարկն է, իսկ այս հեռվում երևում է լճակը, ահա տեսեք, ինչպիսի գողտրիկ վայրում եմ ես գտնվում։ Սա լճակն է, որտեղ կա կառած տեսակի ձուկ, երևի լսում եք բնության ձայները։ Այս լճակի վրա երբեմն լինում են նաև վայրի բադեր, որոնց որսը օրենքով խստիվ արգելված է, այնպես որ հորդորում եմ չվնասել վայրի թռչուններին, վայրի կենդանիներին, պահպանել բնությունը, ինչպես նաև կոչ եմ անում չախտոտել բնությունը, ահա ինչպես տեսնում եք, ցավոք ինձնից առաջ մարդիկ են եղել այստեղ և աղտոտել են ողջ տարածքը, ահա ցուցադրում եմ, աղբ են թափել շուրջ բոլորը, այնպես որ բոլորին կոչ եմ անում մաքուր պահել բնությունը, չախտոտել բնությունը և ձեր հետևից մաքրեք աղբը, ահա տեսեք ինչպիսի հիասքանչ վայր է, Եղևնիների պուրակն է սա, ամբողջությամբ կանաչ բնություն, կանաչ տարածքներ, այս դաշտավայրում կա նաև սունկ, ես հիմա կփորձեմ փնտրել, տեսնեմ ինձ կհաջողվի արդյոք սունկ գտնել և սունկ եմ ուզում հավաքել։ Այժմ ցանկանում եմ նաև ցուցադրել, թե ինչ կա իմ ուսապարկում, ուրեմն ես ինձ հետ բերել եմ բնականաբար խմելու ջուր, ահա տեսեք, և իհարկե բերել եմ հեռադիտակ, ահա, ցուցադրեմ իմ հեռադիտակը, և ես այս հեռադիտակով պետք է հիմա նայեմ բնության տեսարաններ։ Հեռադիտակով արդեն ինձ հաջողվեց նշմարել լճակի վրա լողացող վայրի բադիկներին, ինչպես նաև հեռվում երևում են ձկնորսներ, ովքեր կարթով ձուկ են որսում։
ասեմ, որ այս լճակի վրա երբեմն լինում են նաև արագիլներ եւ արագիլներին կոչ եմ անում նույնպես չվնասել, քանի որ արագիլները գրանցված են Կարմիր գրքում եւ գտնվում են հատուկ պաշտպանության ներքո։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում չվնասել բնությունը, մաքուր պահել բնությունը, չախտոտել բնությունը եւ ամենակարևորը կոչ եմ անում չվնասել կենդանիներին, հատկապես բնության Կարմիր գրքում գրանցված հատուկ պաշտպանության ներքո գտնվող կենդանիներին վնասելուց զերծ մնացեք։ Այս տարածքը Ստեփանավանից բավականին հեռու է գտնվում։ Այդ իսկ պատճառով Ստեփանավանից ոտքով այստեղ գալը մի քիչ դժվար կլինի, դրա համար պետք է գալ կամ հեծանիվով, կամ ավտոմեքենայով։